Միֆ չէ, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցողների մոտ անպտուղության վտանգը մեծանում է։ Միֆ չէ, այո, պոլիկիստոզ ձվարանային համախտանիշով մարդկանց մոտ անպտղություն հաճախակի է դիտվում 10-ից 4-ի մոտ պատճառը հենց պոլիկիստոզ ձվարանային համախտանիշն է անպտղության։ Սակայն միֆ չէ, որ պոլիկիստոզ ունեցող մարդը կարող է նաև հղիանալ։ Միֆ չէ, պոլիկիստոզ ունեցող մարդը կարող է հղիանալ, եթե գտնվում է հիվանդության վերահսկելի փուլում։ Այսինքն կարող են լինել նաև ռիսկեր։ Այո, կարող են նաև լինել ռիսկեր վիժման, ինչպես նաև անպտղության։ Այս դեպքում ինչ է պետք անել։ Հիմնականում ասում են չբուժված պոլիկիստոզը առողջական խնդիրների լուրջ պատճառ կարող է հանդիսանալ։ Այո, 40-ից բարձր կանանց մոտ չբուժված պոլիկիստոզով կարող է դիտվել շաքարային դիաբետ, իսկ պոլիկիստոզով այն աղջիկները եւ կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, կարող են դիտվել գեստացիոն շաքարային դիաբետ, որը հենց առաջանում է հղիության ժամանակ։ Սիրտանոթային համակարգի մասին չենք մոռանում, այլ սիրտանոթային համակարգի բարդություններ կարող է իրանց մոտ դիտվել, վանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, պետք է ինքը քրոնիկական հիվանդություն է եւ պետք է անընդմեջ անդադար իրան վերահսկել,